Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, իմ ներածական խոսքը հետո կտեսնենք։ Գլխավոր պրոբլեմը Նիկոլն է։ Ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը։ Տեսեք ոնց է Ադրբեջանին Թուրքիային աղաչում, ամեն ինչ կտամ, միայն թղթի մի կտորով օգնեք խաբեմ ժողովրդին։ Ժամանակին ասում էր պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու գերիների դիմաց։ Ասել եմ իրան, քեզ առաջարկիր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուսների դիմաց, սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժե։ Ես հակված եմ առաջ նայել ու գլխավոր հարցը լուծել։ Անցյալում չմնալ, բայց անցյալը պիտի ճիշտ գնահատել առաջ գնալու համար։ Հիմա Նիկոլ ամենացածր վարկանիշն ունի։ Ժամանակին ինչքան սրան սիրում էր մեծամասնությունը, այդքան ու ավելի այժմ ատում է։ Բնականաբար քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Հիմնական ուժեր ասելով, ես նկատի ունեմ երկրորդ նախագահ Հայաստան դաշինք, Հանրապետական կուսակցություն եւ Դաշնակցություն։ Ցավոք այս ընթացքում նոր հաշվառելի քաղաքական ուժերը այդպես էլ չեն առաջացել, թեև ինչ որ նշաններ, փորձեր կան։ Եվ այս առումով իմ նկարագրած համատեքստում նախագահ Քոչարյանի ասուլիսը կատալիզատոր դարձավ։ Երկրորդի ծանրակշիռ ներկայությունը շատերի մոտ է խնդիր առաջացնում։ 2015-ից Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Փաստ է։ 2018-ին գործադիր իշխանությունը հանձնել է խորհրդարանը։ Հետո էլ ազգային ժողովն է հանձնել։ ՀՀԿ-ն մեծամասնություն էր։ Կարող է ինչ հանձնել։ Իրենք են ասել, եթե իմանայինք այսպիսի հետևանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք, ավելի վճռական կլինեինք։ Մինչև վերջին պահը համոզված էին, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այդպես էին զեկուցում։ Էլեկտրիկ Երևանի նոր տարբերակն էր։ Հետո միանգամից փլվեց։ Արտաքին ուժային կենտրոններից մեկը զանգվածը մեծացրեց, փողով, ՀԿ-ներով, այլնով։ Մյուսը տեսավ, որ բանը բանից անցնում է, որոշեց անմասն չմնալ, զանգվածը կրկնապատկվեց։ Այստեղից էլ ես Նիկոլին չեմ պարտվել, այլ շատ ավելի հզոր ուժերի հաստատումը։ Երեկ էլ արդարացման նոր թեզ։ Իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով։ Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Ովքեր էին կառավարում։ Արդյոք հանրապետականը միատար էր այդ ժամանակ։ Հիշում եք 15 թվականի սահմանադրության նախագծի վերաբերյալ երկրորդ նախագահի զգուշացումը։ Այս նախագծում կա թաքնված մեծ ռիսկ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր ղեկավարող առաջնորդող ուժի ստեղծման փորձ է արվում։ Սա ասվել է 15 թվականին։ Այո, ուզենք թե չուզենք հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն։ Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ինչ էր լինելու։ Ինչ էր լինելու, եթե իրենցից մեկին ընտրեին։ Հիմա ինչ որ մարդիկ տողատակերում ու արդեն նաև բացահայտ փորձում են Կարեն Կարապետյանին մեղադրել։ Ազնիվ չէ։ Կարենը 17 թվականի պարլամենտում 2 պատգամավոր ուներ։ Ես հորդորում եմ մեր գործընկերներին ամփոփել այս թեման, արձանագրել տարանջատումը և գործել գլխավոր հիմնական ուղղությամբ, ամեն մեկն իր պատկերացրած ձևով։ Եվ վերջին մի հաստատում իմ կողմից։ Հավատարմությունը, երախտագիտությունը, բարոյական պարտավորությունը մարդկային բարձր արժանիքներ են։ Ինչ որ ազդեցություն կարող է ունենալ նաև այլ կարգի կախվածությունը։ Բայց սրանք չպետք է խանգարեն մարդու սկզբունքներին, սեփական դեմք ունենալուն
ինքնուրույն մտածելուն ու գործելուն։ Շնորհակալ եմ։